Ձեզ Վարդան Վարդանյան, VV Talks, այսօր շատ կարճ մի հատ վիդեո անենք, հետաքրքիր բաներ եղավ, ուրեմն Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով եւ 75 երկրների էմիգրանտ վիզաների ուրեմն գործառությունը դադարեցրել են, ասում են ժամանակավոր կերպով այսպես ասած պաուզա են տվել, ինչի մասն ենք խոսում, սա տուրիստական վիզաների մասին չի, բիզնես վիզաների մասին չի, սա նրանց, որ մարդիկ դիմել են, որ գան Ամերիկա մշտական բնակության համար և հիմնականում իրենց ուրեմն խնդիրը, որ դրված էր ուրեմն State Department-ի առջև, այն էր, որ շատ զգուշորեն ստուգեն թե արդյոք այդ պոտենցիալ էմիգրանտը դառնալու է բեռ ամերիկյան հարկատուների վրա, թե չէ, բազը տենց անգլերեն խոսքա, become a public charge, այսինքն գա, սկսի ինչ-որ նպաստներ ստանալ և այլն, welfare, բժշկական օգնություն, այսպես, արդեն իրավունք չունեին որոշ բաներ ստանալու առաջի 5 տարին, այդպես բան գոյություն էր, բայց հիմա ավելի խստացնելու համար, բայց որպեսզի սա չլինի ինչ-որ մի հյուպատոսարանի աշխատողի ուրեմն հայացողության վրա, այլ ավելի սիստեմավորված լինի և ավելի հստակորեն իրենց առաջ ունենան բոլոր հարցերը, որ պետք է տան, բոլոր ստուգումները, որ պետք է կատարվեն, բոլոր ուրեմն չափանիշները, որով պետք է իրանք ինտերվյուները անցկացնեն, հիմա կանգնացրել են ամեն ինչը։ Այս 75 երկրների մեջ հավելյան նախկին եղածի վրա, կան ոչ միայն Հայաստանը, այնտեղ կա Վրաստանն ու Ադրբեջանը, բայց Մոլդովան, որ զարմանալի է, նույնիսկ Հյուսիսային Մակեդոնիան և երկրներ, որտեղ Եվրոպայի մեջ են, էլի։ Բայց դրանք էլ ընդեղ ընկել, չեմ ասում Միջին Ասիայի երկրները և այլն։ Էդ էլ տենց։ Հիմա սա ինչքան կտևի դժվար է ասել, չեմ կարծում շատ երկար տևի, բայց գաղափարը այն է, որ մի րոպե կանգնենք, տեսնենք ինչ ենք անում, որոշում ենք, մի հատ սիստեմը սարքում ենք, հետո ըստ այն բոլոր ուրեմն կոնսուլատներում ամբողջ աշխարհում, որտեղ որ դիմումը գալիս է, իրանք պետք է ինտերվյուներ անեն, իրանք պետք է այդ տված փաստաթղթերը կամ բաները քննեն, ինչ չափանիշներով պետք է արվի։ Մի խոսքով այսպես են բացատրում, հիմա սա է բանը, Թրամփը չի ուզում մարդկա։ Ու դրանից կերև է արդեն, հիմա դրա հետևանքները չգիտենք ինչ անելու, ինչքան կտևի, այսինքն ուզում եմ ասեմ, ոչ թե չգիտեմ ինչ անելու։ Ուրիշ հարցը, որ պետք է այսօր խոսամ, միգուցե մի երկու բան է, իհարկե բանի հարցն է, թրիպի հարցն է, այդ ուղին, որ պետք է անցնի Զանգեզուրով, դրա մասին լսել եք արդեն, արտգործնախարարը Հայաստանի եկել էր այստեղ, ստորագրեցին որոշ բաներ, դա գործառությունը սկսելու հիմնական, ասենք թե փաստաթուղթն է, այսինքն որ համաձայնվեցինք այս կետերի վրա, մենակը ես նայեցի ամբողջ փաստաթուղթը, վախենալու շատ բան չկա, այնտեղ պետք է ասել, որ մի բանը, որ ինձ մի քիչ շատ դուր չեկավ, այդ front office, back office այդ գաղափարն է, այդ ինչ է նշանակում, այսինքն որևէ բիզնեսի, այն որ մարդկանց հետ է շփվում, դա կոչվում է front office, ինչ որ մարդկանց հաճախորդների հետ, ասենք, չի շփվում, այլ supporting դեր է կատարում կամ արտադրական դեր է կատարում կամ գործն է հիմնական անում կամ հսկում նա back office են ասում նրան։ Մի խոսքով, այդ պիտի ուրեմն front office-ի բանը ամբողջ պետք է սարքեն շորպետ company, որը պետք է այդ բոլոր գործերը ինք իրա վերցնի, նա կարող է ենթակա subcontractor-ներ ունենա տարբեր բաների համար հետագայում, այս կոպիցով եմ ասում, այդ բոլորը ոչինչ, բայց այն որ front office-ի դերը, այսինքն շփման գործառույթը պետք է կատարվի ինչ-որ private company-ների միջոցով, ոչ թե հայկական, ասենք թե մաքսային կամ սահմանապահ միջով հարց առաջացնում։ Նրանք պետք է հսկեն, նրանք հիմնականում որոշումները պետք է կայացնեն, շատ լրիվ գրված է, որ
front office-ի, այսինքն մարդկանց հետ շփողներն նրանք միայն թուղթը տալիս են լինի դա էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով ստանում են, հավաքում են ինչքան որ այնտեղ բաներ կան, տուրքեր, ֆիեր, մաքսային եւ այլն եւ փոխանցում են Հայաստանի պետական ուրեմն ստրուկտուրաներին, գանձարանին, ասենք կոպիտ։ Բայց իրենք են, որ խոսում են, ոչ թե պետական աշխատողները։ Դա ուրիշ խոսքով ոնց որ դուս եկավ Ալիևի ուզածա, որ ես ոչ մի հայ շինովնիկի կամ համազգեստ չեմ ուզում տեսնեմ այդ ճանապարհի վրա, այսպես ասած, թող հայերը հետևում են աշխատում ինչ որ այս իրենց սուրատը չտեսնեմ։ Այդ բանը ապահովեցին ոնց որ դրանով, որ կլինեն արժեվում ինչ որ կամպանիներ, որ այդ գործը կանեն, իսկ իրանք հետևում հայերը ամբողջ կկառավարեն, ամեն ինչ որոշումներ իրանք կընդունեն, ում թողնեն, ում չթողնեն, ինչքան վերցնեն, ինչքան չվերցնեն, ինչքան են նրանք պարտ, այս բոլոր իրական որոշումները պետք է արվի հայկական ուրեմն պետական ծառայությունների կողմից եւ ապահովության իմաստով եւ այլն, իսկ այնտեղ կլինեն նրանք կարող են ասենք պահակ բարձր եւ այլն։ Ի խոսքով էս էր, որ հիմնական բան չկար, ես պրոբլեմ մեծ չտեսա այնտեղ ուրիշ։ Մեկ էլ խոսանք մի վարքյան, երևի ես ասեցի կարճալիներու սա, ինչ է կատարվում Իրանի հետ, ուրեմն այդ ինչպես ասեցի նախքին ուրեմն վիդեոյին, որ ռեժիմը որոշել է չէ արդեն ինչ ամեն գնով պետք է ուրեմն ապստամբների հախից գա, սկսեցին կրակել մարդկանց վրա, արդեն խոսքը գրում է հազարների մասին, մի քանի հազար են ասում, 3000-ից ավել եւ այլն, բայց ես 12000-ը լսեցի տարբեր աղբյուրներից, որն է ճիշտ դժվար է, բայց դրանց մեջ մի թիվ պետք է լինի եւ մի քիչ էլ ավել միգուցե։ Եվ արդեն մի հոգի, որը մի 5 օր առաջ էին ձերբակալել, մի հատ երիտասարդ 26 տարեկանի, վաղը պետք է կախեն։ Հիմա սա արդեն վատ բան է, որովհետեւ CBS News-ի բանն էլ հաղորդավարն էլ Թրամփին հարցրեց, թե սկսում են կախել մարդկանց, ասես վատ կլինի եթե այդպես բան անեն։ Ասես ինչ է դա նշանակում, դա ասում է վատ կլինի, չեք տեսել ոնց եղավ Վենեսուելայում այստեղ ոնց եղավ Պարսկստանի, որ խփեցին 12 օրվա պատերազմի ժամանակ եւ այլն, այսպես բաներ ասեց։ Բայց հիմնականում պարզավոր ինքը այս րոպեին նաեւ նախորդ մի ինտերվյուի ժամանակ ասեց, որ դեռ բան են կանելու, ինչ են ասում։ Ոնց որ թե լավ ալնում, իրանք մեզ փոխանցել են, որ իրենք չեն պատժելու մարդկանց, չեն կախելու, չեն սպանելու։ Ես տեսնենք ոնց կլինի, ես բանեմ, զեկուցման են, սպասում եմ, որ զեկուցում լինի դրա վերաբերյալ։ Այս երկու ինտերվյուների միջև պետք է հասկանալ, որ ինքը պատրաստ չի ինչ որ մեծ ռազմական հարված անելու, մասամբ ես պատկերացնում եմ նրա համար, որտեվ հիմա Պարսից ծոցում մենք բան չունենք, ավիակիներ չունենք, դրանք Վենեսուելայի մոտ են եւ չգիտեմ որտեղ են խաղաղօվկիանոսում են եւ այլն, այնտեղ չկա, իսկ լուրջ որևէ ռազմական գործունեություն սկսելու համար իհարկե այդտեղ ավիակիները պետք է լինեն, գոնե մի հատ ավիակիների խումբ, ասենք թե գո մինիմում։ Բայց իհարկե հրթիռներով եւ թոմահակներով եւ այլն Սուզանաներից եւ տարբեր ուրիշ ձևերով հարված կարող է լինի։ Հիմա գոլֆի երկրները Կատարը եւ այլ չեն ուզում որ ամերիկան հարվածի, իսկ ասում մի խառնվի, չնայած այդքան չեն սիրում իրան, հա, Կատարը չեմ ասում, բայց օրինակ ուրեմն Էմիրատները եւ այլ։ Բայց նրանք այդ մասամբ դրա համար են ասում, որ չեն մի քիչ հեռու մտածենք, որ եթե իսկապես փոխվի եւ հանգարց Պարսկստանը դառնա դեմոկրատիկ կամ պրոամերիկյան եւ բացվի, իրանք մրցակցությանը չեն դիմանալու։ Իրանց շատ է դուր գալիս, որ Պարսկստանը միշտ ինչ-որ սանկցիաների տակ լինի, ճշված վիճակում լինի, առևտրի մեջ չլինի, չկարողանա իրանց հետ մրցի ոչ նավթի հարցում գնի իմաստով, ոչ տեխնոլոգիաների, ոչ մի բանի, հենց որ իրանք դրա համար չեն ուզենա Պարսկստանում, այս ասենք թագավորականները կամ ազատության կողմնակիցները շահեն, այսքանը պարզ է, այդ ինչ է վիճակը։ Հիմա էս է վիճակը, ինչ ես անելու, հա։ Ինձ թվում է առայժմս մի քիչ էլ կվախացնի, բայց իրավիճակը այնա շատ վատ է ժողովրդի համար Պարսկստանում։ Արդեն քանի օր կարող ես դու անընդհատ մահի դեմ գնաս առանց զենքի կռվես բաներ գցելով, մոլոտով կոկտեյլներ գցելով, այնտեղ շշեր լցնում են ինչ-որ իրենք բենզին էլ չկա, կարգին հետ էլ ինչ-որ մի բան սարքում են, շպրտում են, վառում են, այրում են, կռվում են,
այնտեղ չգիտեմ ինչ որ գեներալը են ծեծելով սպանել եւ այլ ինչ էր անում այդ գեներալը դրանց մեջ չգիտեմ, բայց դա տենց բաներ էլ լինում։ Հիմա ինչ որ է, էս է վիճակը, բայց արդեն սկսել են ոչ թե բանանել, սայներ են բռնում, որ help us Trump արի շուտ արի հասի եւ այլն։ Այստեղ ինչ անում Նաթանյահուն մի քիչ դժվար է ասել, մի քանի իր կոչերը արեց, որ ոտքի կանգնեք, բայց հենց որ հիմա հարցը եկել է օգնության, ինչ որ շատ ինչ որ ռազմական բան չենք տեսնում, օգնության ձեռք չենք տեսնում, առայժմ էլի։ Ինքը մենակ չի ուզենա գնա, իր զենքերը ծախսի եւ այլն առանց ամերիկյան սպորտի։ Ամենայն դեպս այդքանն էլ պարզ է, խոսքը գնում է միայն հրթիռային եւ օդային հարվածների մասին, զորք իջացնելու մասին։ Ոչ ոք դեռ չի էլ մտածելու այդպես բան չկա, բայց ուրիշ մեթոդներ կան, այսպես ասած, հա։ Հիմա տեսնենք, այսօրվա դրությամբ ապստամբների վիճակը լավ չի բոլորովին, պետք է ասել վատ, հա։ Եվ հատկապես նրա համար, որ ուրեմն Պարսկաստանի ուրեմն ղեկավարությունը այն ինչ որ ասեցի նախորդ հաղորդման մեջ առաջարկեց, որ հա մենք ուզում ենք խոսանք, բանակցենք, ամեն ինչը պետք է խաղաձևով լուծենք, իսկ ասեցի, որ սա ժամանակ շահելու ձև է, ինտերնետն էլ անջատելու համար ինչ իր նպատակ, սուս-պուս, ասում են մթան մեջ գիշերով ինչ այլանդակություն ասես կանեն, կախեն, սպանեն, ջարդեն եւ այլն, որ ոչ ոք չտեսնի, չիմանա, հետո միջև արդեն խելքի կան կազմակերպեն ամերիկացի կամ որևէ մեկը այն ժամ արդեն ուշ կլինի ամեն ինչ վերջացած կլինի, ասեն փաստի առաջ կանգնեն։ Եվրոպան ինչի չի խառնվում, պարզ է, Եվրոպան շատ ինքը զբաղված է Ուկրաինայով, սկսենք դրանից։ Երկրորդը շատ իրենք բան չեն, երբեք էլ էնտուզիաստիկ չեն եղել Պարսկաստանին ոտքի կանգնացնելու հարցում միշտ էլ պրոխոմենիական են, չմոռանանք Խոմեյնին Ֆրանսիայի մեր ընդեղից եկավ, շատ առոք օդանավով բերեցին, իջացրեցին, օգնեցին, ոնց ասում են, տեղավորեցին եւ հիմա էլ չեն հասկանում, որ իրենք էին պայմանագրեր կնքում կամ ուզում խաղաղություն հաստատեն բանի հետ, Պարսկաստանի հետ, այս մոլլաների հետ, շատ բան չկա, էնտուզիազմ չկա դրա համար։ Սա մնալու է նորից ուրեմն Ամերիկայի, Իսրայելի վզին, ասենք դրան ասելով հասկացեք Ամերիկայի ինչ որ երբ որ հարցը գալիս է ուրեմն հարստություն վատ ծախսելու եւ կյանք ծախսելու, արուն թափելու դա Ամերիկայի վրա է մնում միշտ։ Իհարկե երբ որ խառնում Ամերիկան ինչ ասում են, երբ որ չխառնում, էլ ինչ ասում են, միշտ մեկը փրկություն չկա։ Բայց այդ է վիճակը, ես էլ մեր վիճակն եմ ուսր ասում եմ։ Միջև տեսնենք ինչ կլինի, այստեղ հիմա արդեն երեկոյան 8:00-ից սա ինչ է ներողություն, հա։ Տենց մի բան, այնց որ արդեն խոսքը գնում այնտեղ առավոտ է, ես փորձեմ հետևել նորություններին, բայց ամենահետաքրքիրը տեսնենք ինչ Տրամպին ինչ կասեն եւ ինքը ինչ որոշում կընդունի։ Այսօր էսքան Մինչև հաջորդ հանդիպում։